Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, որ իրադարձությունները նախամարոտ։ Սիրիայի հյուսիս-արևմուտքում, հատկապես Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սիրիական Հայաթ Թահրիր Աշ-Շամ Սուննի արմատական խմբավորման զինյալները եւ նրանց դաշնակիցները գրեթե առանց դիմադրության գրավել են Հալեպի մեծ մասը։ ԱՄՆ պետքարտուղարությունը հիասթափված է, որ Ադրբեջանը թերացել է COP29-ի շրջանակում ամերիկյան օրենսդիրների անվտանգության ապահովման հարցում։ Համաժողովին մասնակցելու նպատակով Բաքու այցելած կոնգրեսականներ Ֆրենկ Ֆալոնին եւ Էդ Մարկին հայանպաստ գործունեության համար այնտեղ մեղմ ասած այնքան էլ լավ չէին ընդունել։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել Միացյալ Նահանգների առողջապահության եւ մարդկային ծառայությունների նախարարության ղեկավարի պաշտոնում։ Քաղաքական այս գործիչը աչքի է ընկել իր հայամետ կողմնորոշմամբ։ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Աշխարհում արագ զարգացող թվային տեխնոլոգիաները վերափոխում են բոլոր ոլորտները, եւ Հայաստանը պատրաստվում է անցում կատարել թվային դարաշրջան։ Այս նպատակով էլ Երևանում անցկացվել է Թվայնացիր Հայաստան աշխատաժողովը։ Պետություն մասնավոր հատված գործակցությունը արդյունք է տալիս, որի վառ օրինակն է Արաբկիր վարչական շրջանում բացված Ճառագայթ բնակելի թաղամասը։ Կառուցապատողը շինարարական ոլորտի առաջատար ML Mining ընկերությունն է։ Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա, Նիկոլ Փաշինյանն էլ այդ պաշտոնին է նշանակել Արկադիա Տոնոյանին, որն աշխատանքի կանցնի դեկտեմբերի 4-ից 3 տարի ժամկետով։ Նոյեմբերի 1-ին էլ վարչապետը ռազմական կցորդ էր նշանակել Չեխիայում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար դեկտեմբերի 8-ից 12-ը Հայաստան կժամանի Կիպրոսի պատվիրակությունը։ Սիրիայի հյուսիս-արևմուտքում, հատկապես Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սիրիական Հայաթ Թահրիր Աշ-Շամ Սուննի արմատական խմբավորման զինյալները եւ նրանց դաշնակիցները գրեթե առանց դիմադրության գրավել են Հալեպի մեծ մասը։ Սիրիայի կառավարական զորքերը լքել են քաղաքը, այնուհետև անցել հակահարձակման, վերականգնելով վերահսկողությունը որոշ դիրքերի նկատմամբ։ Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Վերջինիս հաղորդմամբ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսը եւս աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված արտաքին գործերի նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ, ասել է նա։ Հալեպի փողոցներում լռություն է, բայց պատերազմի աղմուկը լսելի է։ Մեր կյանքը վիշտ եւ ցավ է դարձել։ Այստեղ արդեն ոչ մի բան չի մնացել։ Որպես մարդ մենք ուզում ենք պարզապես ապրել խաղաղ ու անվտանգ, բայց մեզ թույլ չեն տալիս։ Հալեպի բնակիչներն են ասում ու հավելում. Սիրիայում մարդիկ ամեն օր պայքարում են ապրելու համար, իսկ խաղաղությունը նրանց համար դարձել է անհասանելի երազանք։ Մենք մարդիկ ենք եւ ուզում ենք միայն ապրել, բայց մեզ ասես մոռացել են։ Մենք շարունակում ենք տառապել ու սպասել, թե ինչ է լինելու հետո։ Մեր երեխաները մեծանում են համատարած սարսափի մեջ։ Մենք քնում ու արթնանում ենք արկերի ձայնի ներքո։ Վերջին օրերին Սիրիայի հյուսիս-արևմուտքում կատաղի մարտեր են։ Հակակառավարական ուժերը, հատկապես Թուրքիայի աջակցությունը վայելող Հայաթ Թահրիր Ալ-Շամ Սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցներն անցել են գրոհի, հասնելով Հալեպ։ Սիրիական մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով վերջին օրերին զոհվել է 242 մարդ, այդ թվում 24 խաղաղ բնակիչ։ Հրոսակախմբերը վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերը, ոստիկանության եւ պետական անվտանգության շտաբ կայանները։ Զինյալները բանտերից ազատ են արձակել հարյուրավոր բանտարկյալների։ Իսկ այսպես կոչված Սիրիայի ազգային բանակը հայտարարել է, որ սկսում են պայքարը ոչ միայն Սիրիայի իշխանության, այլև քրդական աշխատավորական կուսակցության դեմ։ Երկրի գրավված տարածքներում էլ բարձրացվում են թուրքական դրոշները։ Այս ամենը փաստում է Անկարայի ներգրավվածությունը տեղի ունեցողին։ Չնայած ստեղծված ծանր վիճակին Լիբանանում Իրանի դեսպանը վստահեցնում է. Սիրիայի կառավարությունը ավելի ուժեղ է, քան նախկինում էր, եւ մենք իհարկե կտրամադրենք անհրաժեշտ օգնություն։ Ռուսները եւ մենք չենք թողնի, որ անցյալի իրադարձությունները կրկնվեն։ Սիրիայի պաշտոնական աղբյուրների հավաստմամբ Ռուսաստանը եւս կշարունակի աջակցել սիրիական բանակին դուրս մղելու ահաբեկիչներին։ Reuters-ի տեղեկություններով առաջիկա 72 ժամվա ընթացքում Ռուսաստանը ռազմական օգնություն կուղարկի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է. Ռուսական ուժերը միջազգային իրավունքի շրջանակներում շարունակում են աջակցել Սիրիայի իշխանություններին։ Մենք նպատակ ունենք անելու հնարավորը դադարեցնելու Սիրիայի
Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբերի գործունեությունը։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, թե իրենց համար կարևոր է Սիրիայի ժողովրդի ազատությունն ու նրա ինքնիշխանությունը եւ չեն թողնի, որ Սիրիայի ապագան տնօրինեն բռնակալները։ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականon գործունեությունը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որոշում է կայացրել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը։ Նոյեմբերի 29-ին ուշ երեկոյան Հայաստանի հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը վերադարձել է Հայաստան։ Հալեպում ծավալվող իրադարձությունների հետևանքով բարեբախտաբար տուժածների շարքերում հայեր չկան, իսկ իրավիճակն առայժմ սպասողական է, հայտնել է Հալեպում գործող հայկական Գանձասար շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ Ստացված վերջին տեղեկություններով Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են վերահսկողությունը որոշ կարևոր դիրքերի վրա Հալեպի եւ Իդլիբի նահանգներում։ Ավելի վաղ սիրիական բանակը հայտարարել էր, որ Հալեպից զորքերի ժամանակավոր դուրսբերում է իրականացվել ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու նպատակով։ Բանակի հայտարարության համաձայն դուրսբերումը կատարվել է վերախմբավորման եւ համալրման նպատակով, նախքան հակահարձակում սկսելը։ Ներկայում փակ է Հալեպի օդանավակայանը, չեղարկվել են բոլոր թռիչքները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի օդանավականների ենթակառուցվածքներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ հոպմիջոցները խոցել են Նեպտուն հեռահար կառավարվող հրթիռ, Հայմարս ռազմահամազարգային կրակի, ռեակտիվ համակարգի արկ եւ 45 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Միջազգային մյուս նորությունները դիտեք տեսաշարով։ Շարլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոշտային։ Եվրոպական խորհրդի Բրյուսելյան ապարատի աշխատակիցների եւ լրագրողների ներկայությամբ հրաժեշտի ելույթում Միշելը թվարկելով ԵՄ-ի արժեքները նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ թվում ռազմական օգնության տրամադրումը։ Նա ասել է, որ Եվրոպական խորհուրդը բնական եւ կենսական դեր ունի մրցունակության ուժեղացման, նորարարության խթանման, պաշտպանական եւ անվտանգության կարողությունների ամրապնդման ու միջազգային գործակցության հարցում։ Արարողությանը ներկա է եղել եւ Ֆրանսնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Կոշտան էլ իր ելույթում ընդգծել է եվրոպական միասնության կարևորությունը, նշելով, որ միայն դրա առկայության դեպքում եվրոպացիները կարող են միասին կառուցել անվտանգություն, կայունություն եւ խաղաղություն մայրցամաքում։ Իրանը եւ 3 եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը մոտ ապագայում Ժնևում կայացած հանդիպումից հետո։ Իրանի եւ այսպես կոչված Ե3-ի բանակցողները հանդիպել են Շվեյցարիայում քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում Իրանի ընդլայնվող միջուկային ծրագիրը, դրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին եւ հակամարտությունները Մերձավոր Արևելքում։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիմբաբադին X-ում գրել է, որ շվեյցարական քաղաքում բանակցությունները կենտրոնացել են երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վրա, հատկապես միջուկային խնդրի եւ պատժամիջոցների վերացման։ Հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ դա կլինի ուղեղային գրոհինիստ, պարզելու թե արդյոք իսկապես կա ելք ներկայիս միջուկային փակուղուց ի թիվս այլ բաների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փոփոխություններ է կատարել երկրի զինված ուժերի ղեկավար կազմում, այս մասին Զելենսկին հայտնել է Տելեգրամի իր ալիքում։ Մասնավորապես Զելենսկին երկրի զինված ուժերի ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Միխայիլ Դրապատովին։ Բացի այդ, Ուկրաինայի առաջնորդը փոխարինել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սիրսկուն։ Այս պաշտոնում նշանակվել է 95-րդ առանձին դեսանտա գրոհային բրիգադի հրամանատար Օլեգ Ապոստոլը։ Նոյեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Շոլցին Ուկրաինային աջակցելու հարցում Գերմանիայի առաջնորդության համար, հատկապես Պատրիոտ եւ ՀՕՊ համակարգերի միջոցով երկրի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ համատեղ վճռական քայլեր, որոնք կարող են ել ավելի ամրապնդել Ուկրաինայի իրեն պաշտպանելու կարողությունը։ Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը եւ Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը բոլոր ճակատներում չափազանց կարեւոր են ագրեսորին իրական խաղաղություն ստիպելու համար, ասել է Զելենսկին։ Կանցլեր Շոլցը նաև կիսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասներով։ Այդ կապակցությամբ Զելենսկին ընդգծել է, որ միայն զենքի եւ դիվանագիտության համակցված ուժը կարող է ստիպել այդ պատերազմին պատասխանատուին դադարեցնել այն։ ԱՄՆ պետքարտուղարությունը հիասթափված է, որ Ադրբեջանը թերացել է COP29-ի շրջանակում ամերիկյան օրենսդիրների անվտանգության ապահովման հարցում։ Լուրերի հարցմանի պատասխան պետքարտուղարության խոսնակը նշել է, թե միջազգային միջոցառումներ հյուրընկալող բոլոր կառավարություններից ակնկալվում է, որ լրջորեն վերաբերվեն իրենց երկիր այցելողների պահպանության հարցերին։ Համաժողովին մասնակցելու նպատակով Բաքու այցելած կոնգրեսականներ Փալոնը եւ Մարկին հայանպաստ գործունեության համար այնտեղ մեղմ ասած այնքան էլ լավ չէին ընդունվել, ավելին նրանք ստիպված էին եղել լքել Ադրբեջանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության ղեկավարի պաշտոնում։ Նորություն չէ, Քենեդի կրտսերի անհամաձայնությունը գիտական հանրության մեծ մասի հետ, հատկապես պատվաստանյութերի հետ կապված։ Նշենք, որ քաղաքական այս գործիչն աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշմամբ, քանիսս խոսել է Հայոց ցեղասպանության, նաև Արցախում իրականացված էթնիկ զտման մասին։ Թե ինչ է ցանկանում Դոնալդ Թրամփը ԱՄՆ առողջապահական համակարգից, թերևս հակիրճ ներկայացրել է ինքը։ ԱՄՆ նորընտիր նախագահը, երբ խոսում էր իր գալիք վարչակազմում ոլորտի պատասխանատուի գործառույթների մասին, ԱՄՆ 47-րդ նախագահը հայտարարեց. նրան թույլ կտամ ազատ գործել առողջապահության, սննդի, դեղորայքի ոլորտներում։ Միացյալ Նահանգների առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնում Քենեդի կրտսերը փաստորեն ղեկավարելու է երկրի հանրային առողջապահական գործակալությունները, բժշկական գիտահետազոտական կառույցները, կառավարության կողմից ֆինանսավորվող առողջապահական ապահովագրության համակարգը, որը վերաբերում է ավելի քան 140 միլիոն մարդու։ ԱՄՆ առողջապահության ապագա նախարարը բնապահպանական հարցերով իրավաբան է, հայտնի ընտանիքից է։ Նրա հորեղբայրը ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին էր, իսկ հայրը նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին։ Ռոբերտ Քենեդի կրտսերն այս տարի առաջադրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, որպես այսպես կոչված անկախ թեկնածու, հեռանալով դեմոկրատական կուսակցությունից։ Այն դարձել է գրաքննության կուսակցություն, ասել էր նա։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Քենեդի կրտսերը չվարանեց հանդես գալ կեղծ պնդումների օգտին, թե այդ ամենի հետևում մեծ դավադրություն է և իբր նպատակ կա փորձարկել կովիդ պատվաստանյութերը սևամորթ ու իսպանախոս ամերիկացիների վրա։ Քենեդի կրտսերի խոսքով դեմ չէ պատվաստումներին, սակայն դեմ է, որ դրանք պարտադիր լինեն։ Ով ցանկանում է պատվաստանյութ ընդունել, չեն պատրաստվում խանգարել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատվաստանյութերը անվանել է գլոբալ հաջողության պատմություն, որը փրկել է միլիոնավոր կյանքեր։ Ուշագրավ է, որ այս մոտեցումը ՄԱԿ-ի այդ կառույցը վերահաստատեց անմիջապես այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց Քենեդի կրտսերին ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեթ Հարիսն ասում է. «Պատվաստանյութերի շնորհիվ է, որ մարդիկ ապրում են ավելի շատ, քան երբևէ»։ Պատվաստանյութերի վերաբերյալ Քենեդի կրտսերի մոտեցումը կարող է իր ազդեցությունը ունենալ և հանգեցնել, որ կառավարության կողմից ֆինանսավորվող ապահովագրական ընկերությունները կրճատեն այդ ուղղությամբ ծախսերը, ասում է Բայդենի վարչակազմում կորոնավիրուսի համավարակի դեմ աշխատանքները համակարգած բժիշկ Աշիշ Ջանը։ Հանրային առողջապահության գծով տարբեր գործիչներ իրենց մտահոգությունն են հնչեցրել Քենեդի կրտսերի նմանատիպ այլ տեսակետների շուրջ, օրինակ, որ ԱՄՆ-ում խմելու ջուրը չպետք է ֆտոր պարունակի։ Ինչևէ, եթե ԱՄՆ Սենատը հաստատի Քենեդի կրտսերի թեկնածությունը, նա գլխավորելու է ավելի քան 80,000 աշխատակիցներից բաղկացած գերատեսչություն, տարեկան մոտ 1.7 տրիլիոն դոլար բյուջեով։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Այլ թեմաներ Գեղամ Նազարյանը դուրս է եկել խմբակցությունից, նա կդառնա անկախ պատգամավոր, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստան խմբակցությունը, նշելով, որ վերջին շրջանում պատգամավորի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից և այս իրավիճակում Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար։ Սուրբ Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը։ Հայտում է գլխավոր դատախազությունը, հիշեցնելով, որ դատախազի 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացնելու, այսինքն փողերի լվացման համար։ Մինասյանը նաև մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2020 թվականի մարտի 23-ից անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մարտի 1-ի գործով նոր մեղադրանք է ներկայացվել։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն այս գործով նիստի ընթացքում փոխել է նրանց վերագրվող արարքի իրավական գնահատականը նոր մեղադրանք առաջադրելով։ Այն է պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Քոչարյանի ստորագրած 0038 հրամանով զինված ուժերը, այդ թվում Արցախից, տեղակայվել էր Երևանում, բանակը բերվել էր մարտական ռեժիմի, անօրինական հաստատվել արտակարգ դրություն եւ վերածվել ռազմական դրության։ Կատարվել էր հավաքները զինված ուժերով ցրելու գործողություններ, որի հետևանքով 10 զոհեր ունեցանք։
Շարունակվել է քիմիկների զորամասի գործի քննությունը ռազմական ոստիկանության նախկին ծառայող Արմեն Հովհաննիսյանը, որը 44 օրյայի ընթացքում հերթապահել է դեպի Կիրի հանք տանող հենակետում, հայտնել է, որ իրեն տեղեկացրել են, թե 62 հոգանոց քիմիկների խումբը ավտոբուսով գալու է իջնի իրենց հենակետում, ապա երթը ոտքով շարունակի, սակայն ստացվել է այնպես, որ նշված վայրում իջնելու փոխարեն ավտոբուսներով խորացել են մինչև Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։ Ներկաների հարցին իջնելու հրամանը փոխանցել է մյուս ավագին, որի հերթապահության ժամանակ էլ եկել է զորքը, վկան դրական է պատասխանել։ Դատախազը հայտարարել է, որ վկայի խոսքերում էական հակասություններ կան։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր, որ երբ իր հերթափոխն ավարտել է, այդ հրամանը չի փոխանցել մյուս ավագին, ենթադրելով, թե նա տեղյակ է։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացել է քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Գործը գտնվում է վկաների հարցաքննության փուլում։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021 թվականին, նրան միանգամից մեղադրանք են առաջադրել եւ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Նախաքննական մարմինը պնդում է, որ նախկին գլխավոր դատախազն օգտագործելով իր դիրքը բիզնես գործունեություն է ծավալել, արտոնյալ պայմաններ ստեղծել իր մերձավորների համար։ Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում մթերային խանութի դիմաց 7 տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել հայհոյանքներ։ Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով կրակել է, ինչից հետո 34 եւ 40-ամյա տղամարդիկ 19-ամյա երկու երիտասարդի հետ Սուզուկի Մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Վեճի մասնակից 42 եւ 41 տարեկան տղամարդիկ, նաեւ Սուզուկի Մակնիշի մեքենայում եղած 4 տղամարդ ձերբակալվել են։ Պարզվել է վերջիններս փորձել են առևանգել Եղեգնաձորցի 41-ամյա տղամարդուն, ինչը սակայն ավարտին հասցնել չեն կարողացել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, 40-ամյա Եղեգնաձորցին եւ 19-ամյա երևանցին կալանավորվել են։ Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ տեղի ունեցած միջադեպի եւ 17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը։ Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի ազգականը հաղորդում է ներկայացրել, որ իրեն պատկանող Մերսեդեսի վրա կրակ են արձակել։ Բացի այդ հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել մեղադրյալների հոր չբնակեցված տունը, սակայն այրվել է տան միայն պատուհանը։ Նախաձեռնվել է առանձին քրեական վարույթներ։ Պարզվել է ողբերգական հետևանքներով միջադեպին մասնակից 1 տասնյակ անձանց ինքնությունը մեղադրյալների, նաև վարույթով առանցքային նշանակություն ունեցող վկաների նկատմամբ կայացվել են պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ որոշումներ։ Մեղադրյալներից 4-ը կալանավորվել են, մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խոզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ եւ մոխրացված հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է ձեռք է բերել իրացման նպատակով։ Նա ձերբակալվել է։ Բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար 2 անձ է կալանավորվել։ Էրեբունի վարչական շրջանի Արինբերդ փողոցում կայանված ՎԱԶ 21-214 Մակնիշի ավտոմեքենայի վարորդն ուղևորը իրավապահներին հայտնել են, որ բացի մեքենայի կողքին կպչուն ժապավենով ամրացված փաթեթներից ավտոմեքենայում այլ թմրանյութեր կան։ Մեքենայի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավեններով փաթեթավորված եւս 25 մանր փաթեթ, նաեւ գետնին նետված 12 փաթեթ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց։ Վարորդն ուղևորը կալանավորվել են։ Խոշոր չափի խարդախություն Չինաստանից էլեկտրոմոբիլներ ներմուծելու գործընթացում։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել քաղաքացիներին խաբելու եւ խոստացված մեքենաները տերերին չհասցնելու համար։ Ավտոմեքենաներ կրող ընկերությունը գայթակղել է հաճախորդներին զեղչի խոստումներ տվել, բայց պայմանագիր կնքելիս 70-ից 90% կանխավճար է պահանջել։ Ընդհանուր առմամբ խոսքը մոտ 50 միլիոն դրամի մասին է։ Իրավապահներն այժմ փորձում են հայտնաբերել ընկերության տնօրենին։ Շարունակում ենք թողարկումը, աշխարհում արագ զարգացող թվային տեխնոլոգիաները վերափոխում են բոլոր ոլորտները եւ Հայաստանը պատրաստվում է անցում կատարել թվային դարաշրջան։ Այս նպատակով էլ անցկացվել է Թվայնացիր Հայաստան աշխատաժողովը, որը կենտրոնացել է պետություն մասնավոր հատված գործակցության զարգացման վրա թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Միջոցառման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների բարելավման, պետական գնումների քաղաքականության ու թվային ծառայությունների ստեղծման հարցերը։
Աշխարհը թևակողել է տեխնոլոգիական հեղափոխության փուլ, որտեղ թվային տեխնոլոգիաները վերակառուցում են բոլոր ոլորտները, պետությունից մինչև բիզնես։ Թվայնացումը անհասանելի չէ, այն փոխում է մեր կյանքն ու աշխատանքը։ Հայաստանը պատրաստվում է անցում կատարել թվային աշխարհ։ Թվայնացիր Հայաստան աշխատաժողովը կենտրոնացած է պետություն մասնավոր հատված գործակցության խթանման եւ հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացման վրա։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտում հաջողության հասնելու ուղիները։ Կարծում եմ մեր էներգիան, մեր ժամանակը, ռեսուրսները պետք է կենտրոնացնենք պետության եւ մասնավոր հատվածի միջև կապը ամրացնելու, հանրային տարատեսակ ծառայությունները թվայնացնելու համար լուծումներ գեներացնելու, գաղափարներ գեներացնելու, արկա պետական տարատեսակ ընթացակարգերը դյուրացնելու, հեշտացնելու, որը թույլ կտա կառավարությանը ակնկալել, որ ավելի մեծ ներառականություն կապահովենք այս գործընթացներում։ Թվայնացիր Հայաստան աշխատաժողովում մասնակիցները ներկայացրել են թվային փոփոխությունների տեսլականը, կարևորելով տեխնոլոգիաների ներդրումը պետական կառավարման մեջ։ Բանախոսները քննարկել են բարեփոխումների հիմնական ուղղությունները, պետական գնումներ, թվային տեխնոլոգիաներ եւ նոր ծառայություններ։ Նշվել է, որ թվայնացումը ներառում է ոչ միայն տեխնիկական, այլև սոցիալական փոփոխությունները։ Նախարարը նշել է, որ կան դժգոհություններ թվայնացման տեմպերից եւ աշխատաժողովի նպատակը ցուցանիշները բարելավելն է։ Մենք ակնկալում ենք, որ նախ մի կողմից մենք ձեզ հետ կկիսվենք նորություններով, թե վերջին 1 տարվա ընթացքում ինչ տնային աշխատանք է կատարել գործադիրը, երկրորդ լսել ձեզ եւ փորձել հասկանալ, թե օրինակ ինչու շատ հաճախ հաշված կազմակերպություններ են ընդհանրապես պրոակտիվություն դրսևորում այս կամ այն ծրագրերի մասնակցելիս։ Այս աշխատաժողովը չի սահմանափակվում միայն տեխնոլոգիական առաջընթացով, այլև ծառայում է գործնական քայլերի ներդրմանը, պատրաստելով Հայաստանը թվային դարաշրջանի նոր մարտահրավերներին։ Ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները միասին քննարկել են նոր գործակցության մոդելներ, նպատակ ունենալով ստեղծել ավելի արդյունավետ պետական համակարգ թվային Հայաստանում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն էլ նշում է, որ Հայաստանը գործակցում է ոչ միայն տեղական, այլև միջազգային տարբեր կառույցների հետ։ Շատ հայտնի էր այս տարի ամառը Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության Amazon Web Service-ի հետ կնքված համաձայնագիրը մեր հետ թվայնացման ջանքերի վերաբերյալ կոնկրետ ֆինանսավորում առանձնացնելու կիբերանվտանգության ուղղությամբ մեր գործընկերների, թե միությունների, թե հեռահաղորդակցության միջազգային միության հետ աշխատանքների հաջորդ 10 օրվա ընթացքում մենք ստեղ կիբեր փոքր վարժանքներ ենք անցկացնելու տեղական ուժերի հետ կապված։ Տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտն ամբողջ աշխարհում արագ զարգանում է, ինչը ստեղծում է մեծ հնարավորություններ նաև Հայաստանի համար։ ՏՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդերյանը համոզված է, որ պետություն մասնավոր հատված գործակցության շնորհիվ այս ոլորտում հնարավոր կլինի հասնել կարևոր արդյունքների։ Հնարավորությունները առաջին տեխնոլոգիաների զարգացման հետ են կապված, քանի որ առաջանում են նոր շուկաներ, նոր տեխնոլոգիաներ, որտեղ Հայաստան ունի հնարավորություններ ներդրումներ կատարելու, ինչ որ լուծումներ տալու եւ այստեղ կարծում եմ հենց պետություն մասնավոր հատված համագործակցության միջոցով է միայն հնարավոր արդյունքները ստանալ։ Այս քայլերը ուղենիշ են բացելու մի նոր դուռ դեպի թվային ապագա, որտեղ տեխնոլոգիաները կծառայեն ոչ միայն պետության զարգացմանը, այլև ժողովրդի առօրյային, դարձնելով այն ավելի հեշտ, հասանելի եւ արդյունավետ։ Թվայնացիր Հայաստան աշխատաժողովը ցույց է տալիս, որ թվային վերափոխումը այլևս ոչ թե հեռանկար, այլ իրատեսական եւ անհրաժեշտ գործընթաց է, որն աստիճանաբար ձևավորում է երկրի առաջընթացը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Պետություն մասնավոր հատված գործակցությունը արդյունք է տալիս, որի վառօրինակն է Արաբկիր վարչական շրջանում բացված ճառագայթ բնակելի թաղամասը։ Ժամանակակից պահանջներին համապատասխանող այս թաղամասը կառուցապատել է շինարարական ոլորտի առաջատար ML Mining ընկերությունը։ Օրնես եւ սրբեսի հաստատությունս, շարուքս, բնակիչքս, ընտանիք գերդաստան սոցա այս նշանով։ Պետություն մասնավոր հատված գործակցության եւս մեկ հաջողված ծրագիր։ Արաբկիր վարչական շրջանում բացվեց ճառագայթ բնակելի թաղամասը, որին ներկային նաեւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 19 կոտորակու հասցեում կառուցված ճառագայթ բնակելի թաղամասում հանրային ծառայողներին բնակարաններով եւ ավտոկայանատեղիներով ապահովման ծրագիրը մեկնարկել է կառավարության որոշմամբ։ Այս գեղեցիկ, նորաոճ, հարմարավետ ու ժամանակակից լուծումներով հագեցած թաղամասի կառուցապատումը վստահվել է շինարարական ոլորտի առաջատար Emel Mining ընկերությանը։ Շինարարությունը մեկնարկել է 2020 թվականին, ինչից հետո անցնելով ծանր ժամանակներ, բոլորիս շատ հայտնի կորոնավիրուսի համավարակ, Արցախյան պատերազմ, կարողացել ենք իրականացնել նաև մեր գործընկերների շնորհիվ իրականացնել եւ այսօր հանձնել ձեր դատին այս գեղեցիկ համալիրը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը եւս շնորհավորեց բնակիչներին, այդ թվում այն 345 հանրային ծառայողներին, որոնք բնակարան են ձեռք բերել հենց այս ծրագրով։ Կոմիտեի ղեկավարը կարևորեց ճառագայթ համալիրի ծրագիրը կյանքի կոչած Emel Mining ընկերության դերը, որը մշտապես աչքի է ընկել բարձր որակի շինանյութով, ապահով նաեւ ժամանակակից լուծումներով շենքերի կառուցապատմամբ։ Նա հույս հայտնեց, որ բնակարանաշինությունը կակտիվանա նաեւ մարզերում։ Թույլ տվեք կրկին շնորհավորել ճառագայթ համալիրի կառուցապատումն իրականացրած Emel Mining ընկերության մեր գործընկերներին, ծրագիրը կյանքի կոչելու եւ Երևան քաղաքի բնակարանային ֆոնդը տարբեր հարմարություններով ապահովված նոր թաղամասով համալրելու համար։ Կոմիտեի ղեկավարը կարևորեց նաև նոր համալիրների կառուցումից հետո գույքը բնակիչներին փոխանցելու գործընթացի ճիշտ կազմակերպումը, բնակիչների դերը շենքերի շահագործման, պահպանման եւ կառավարման գործում։ Քաղաքաշինության կոմիտեն կարևորում է կառուցապատման ծրագրերը, որոնք ձևավորում են բնակիչների համար հարմարավետ, գեղեցիկ միջավայր, ստեղծում ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ եւ նպաստում բնակարանային ֆոնդի թարմացմանը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Emel Mining-ի պատասխանատուների հետ շրջայց կատարեց թաղամասի տարածքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին։ Ամբողջ համալիրը ի սկզբանե եղել է պլանավորված գազաֆիկացում պետք է լինի, արդեն իսկ մոնտաժված են, ինչպես տեսնում եք, ջրահեռացում եւ ջրամատակարարում իրականացված են, մարդիկ արդեն անկախ հանրային ծառայող լինելով թե չլինելով բաժանորդագրված են։ Emel Mining ընկերությունը կառուցապատումն իրականացրել է 2 փուլով։ Առաջին փուլով 4 մասնաշենքերից հանրային ծառայողներին բաշխվել է 200 բնակարան, երկրորդ փուլով 3 մասնաշենքերից 145 բնակարան, նաև 120 ավտոկայանատեղի։ Ընդհանուր 345 բնակարան 7 մասնաշենքից։ Համալիրը բաղկացած է 619 բնակարանից։ Առաջին փուլի բնակարանները շահագործման են հանձնվել 2023 թվականի աշնանը, իսկ երկրորդ փուլի բնակարաններն ու ավտոկայանատեղիները 2024 թվականի աշնանը։ Առաջին հենց ձեռք բերողներից եմ եղել, առաջի շահառուներից, առաջին փուլով եմ ձեռք բերել բնակարանը, ինչպես տեսնում եք արդեն վերանորոգված բնակվում ենք այստեղ։ Ծրագրի մասին որպես պետական ծառայող եմ իմացել, այդ ժամանակ վերահսկողական ծառայությունում էի աշխատում, ինչպես բոլոր պետական ծառայողներին, այնպես էլ ինձ ծանոթացվեց այս ծրագրի մասին, պայմաններին ծանոթացանք, բավականին հարմարավետ հարմար պայմաններ էր եւ խաղարկությամբ բախտ վիճակվեց դառնալ բնակարանի սեփականատեր։ 25 թվականը մեկնարկում է այսպես կոչված մեր ընկերության համալիրների բացման շքերթներով, որովհետև առաջիկայում մենք ունենալու ենք Ադոնց բնակելի համալիրը, քիչ վերև Քանաքեռ բնակելի համալիրը, ընդամենը 1 ամիս հետո կունենանք Արտաշատ բնակելի համալիրի Արարատի մարզում միակ նորակառույց բնակելի համալիրը բացումը։ Ընկերության ընթացիկ աշխատանքների շարքում են Նոր Երևան, Avan Towers բնակելի թաղամասերը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։